Ադրբեջանական մամուլում տարածվող հրապարակային տեսանյութերը լույս են սփռում այն իրականության եւ տրամադրվածության վրա, որը տիրում է այդ երկրի հասարակության ներսում։ Դպրոցական լսարաններում, մանկահասակ դասարաններում երեխաներին սովորեցնում են ոչ թե գիտելիք, այլ ատելություն հայերի նկատմամբ, որպես թշնամի, սպառնալիք, ոչնչացման արժանի հասարակություն։ Միևնույն ժամանակ Երևանի քաղաքական օրակարգում շարունակում է հնչել խաղաղության գաղափարը՝ միակողմանի, միաձայն, առանց փոխադարձության հույսի։ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրությունները ըստ էության ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետքա տրվի։ Խաղաղություն որպես հայտարարություն, որպես ուղերձ, անգամ որպես ներքին քաղաքականություն։ Բայց այստեղ առաջ է գալիս գլխավոր հակասությունը։ Ինչպես կարող է մի ժողովուրդ ձգտել խաղաղության, երբ մյուս կողմում նույն պահին սերունդը դաստիարակվում է ատելության հիմքով։ Այս ֆոնին պարզ հարց է առաջանում. հանդուրժողականությունն արդյոք պետք է մնա քաղաքական լոզունգ, թե վերածվի կրթական ծրագրի, եւ վերջապես, ինչու չձեռնարկել գործուն քայլեր երկու հասարակությունների միջև դարեդար եկած ատելությունը գոնե մեղմելու նպատակով։ Օրինակ, խաղաղության պայմանագրի կետերում հստակ ամրագրել մի դրույթ, որ դպրոցական ծրագրերում պետք է ներմուծվի պարտադիր դասաժամեր, որտեղ երեխաներին կսովորեցնեն ոչ թե մնալ անպաշտպան, այլ գիտակցել մարդու արժանապատվությունը, տարբեր մշակույթների գոյության իրավունքը, հակամարտությունը լուծելու ոչ բռնի ձևերը եւ հանդուրժողականություն միմյանց նկատմամբ։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը անդրադառնալով այս դիտարկմանը նշում է, որ իհարկե այս առաջարկը գոյություն ունենալու իրավունք ունի, բայց մյուս կողմից էլ գործող իշխանությունների օրոք այն կարող է եւ հակառակ ազդեցություն ունենալ։ Հիմա Հայաստանում իշխանությունը, որը այդ խաղաղության գործընթացն է տանում, նա շատ ցածր բան ունի, վարկանիշ ունի։ Եվ հատկապես կրթության ոլորտում նրանց բոլոր նախաձեռնությունները ըստ էության հասարակության կողմից հակակրանքի են արժանանում, այսինքն այնպես չի, որ հալած յուղի պես ընդունվում է։ Այսինքն դա, եթե անում է այն իշխանությունը, որը բարձր հեղինակություն չի վայելում, դա կարող է բերել հակառակ էֆեկտի, հակառակ տրամաբանությունը կարող է գործել։ Եվ նույնը մենք կարող ենք ասել նաև Ադրբեջանի հասարակության մասին։ Այնպես չի, որ այնտեղ բոլորը ընդունում են Ալիևի ասածները եւ բանը, երբեմն դա քարոզչություն է դիտարկվում։ Բայց մյուս կողմից մենք ունենք նաև եվրոպական երկրների փորձը, որ ցանկացած բան, որպեսզի կայուն մնա հասարակության մեջ, այդ բանը մտցնում են դպրոցական դասագրքերում եւ ուսումնական ծրագրերում, որպեսզի դասերունդների մեջ մնա որպես արժեք, որպես համակարգ, որպես տեղեկատվություն, որպես դաստիարակություն։ Այսինքն միևնույն է, ուղին իսկապես դա է դասագրքերում ունենալ այդպիսի գաղափարներ, որոնք չեն բերի օրինակ բանի շնամության մարդկանց մակարդակում, էլի խնդրում եմ էդ էլ ճիշտ հասկացեք, մարդկանց մակարդակում, որովհետև երբեք չի եղել, որ մարդը մարդուն շնամի համարի հենց այնպես։ Դա երկարատև եւ տարիներ տևող, երբեմն ավելի շատ քարոզչության արդյունք միայն կարող է լինել։ Եվ հաշտեցումը պետք է տեղի ունենա մարդ-մարդ հարաբերությունների զարգացման միջոցով, երբ որ այո, մարդիկ իրար հետ շփվում են եւ այդ ամբողջը զգում են իրենց մաշկի վրա։ Իսկ հակասությունները եւ հակամարտությունները միշտ թելադրվում են իշխողների կողմից։ Եվ դա պատմությունն է մեզ ասում։ Եվ այս պարագայում, այս իշխանությունների դեպքում հատկապես Հայաստանում, դա վտանգավոր է, որովհետև դա կարող է բերել հակառակ ավելի մեծ թշնամության։ Իմ կարծիքը սա է։ Ինչու սա հնարավոր չէ ընդգրկել, ներմուծել խաղաղության պայմանագրի 17 կետերի մեջ, քանի որ ինչպես գիտեք դուք, ինչպես գիտենք բոլորս, պայմանագրի 17 կետերը համաձայնեցված են երկու կողմերի միջև եւ հետեւապես նաեւ նախաստորագրված, այսինքն փոփոխության ենթակա չէ, ոչ միայն որևէ կետ դուրս բերել, հանել 17 կետերից, նաև նոր կետ ներմուծել։ Բայց իհարկե սա, եթե անունը դնենք գաղափար, խաղաղություն ասելով նաև այս շերտն է ենթադրում, այս երկխոսությունը ունենալ երկու երկրների միջև, սա նաև ներարկել կրթական համակարգ, որովհետև պիտի ազնիվ լինենք մենք նաև ինքներս մեր հետ, այնպես չի, որ հայկական իրականության մեջ, ասել է թե մեր դպրոցներում, հայկական դպրոցներում, ես կարող եմ հիշել տասնյակ դեպքեր, երբ հայոց լեզու գրականության դասի ընթացքում, այո, մեզ էլ էին ասում, որ թուրքը մեր թշնամին է, ադրբեջանցին մեր թշնամին է, եւ
Հետևաբար նաև կենացների տրամաբանության ներքո փրկում էին հայրենիքը եւ սահմանները։ Տիկին Ազարյան, կներեք, բայց եթե իրենց ձաս հստակ մենք տեսնում ենք իրենց դպրոցականներին ասում են սպանեք հայրին, իրենք թշնամի են, պետք է սպանել։ Տեսեք, ես էլ Ինչ մենք անդադ միակողմանի ասենք խաղաղություն։ Տեսեք, ի պաշտոն է ես Նաև նախկինում ականատես եմ եղել միջոցառումների եմ ներկա եղել, որպես հյուր, որտեղ տեսել եմ, թե ինչպես մանկահասակ, մանկապարտեզի, նույնիսկ մանկապարտեզի, ես չեմ խոսում դպրոցի, նախակրթարանում ականատես եմ եղել միջոցառման, բանակի տոնին նվիրված օրինակ, որտեղ 3-4 տարեկան երեխան, իհարկե խաղալիք զենքը ձեռքին, արտասանում էր սպանել, ոչնչացնել, կոտորել թուրքին։ Արդյոք սա ես խստորեն իսկապես դատապարտում եմ նման։ Տիկին Ազարյան, դա մինչև օգոստոսի 8-ը մինչև պատերազմը հնարավոր է եղել է, բայց օգոստոսի 8-ից հետո ինչպես դուք եք ասում, ձեր քաղաքական ուժն է ասում, շատ բան է փոխվել, բայց մենք տեսնում ենք, որ դա փոխվել է միայն մեզ մոտ, այսինքն Հայաստանում։ Իսկ Ադրբեջանում անգամ օգոստոսի 8-ից հետո շարունակվում է դա։ Իհարկե նման երևույթներ կարող են արձանագրվել, տեղի ունենալ, բայց ընդհանրապես այս սկզբունքը ես եւս մեկ անգամ ասել եմ նաեւ ձեզ, հարցազրույցի ընթացքում, որ այն սկզբունքը, որը որդեգրել ենք, հստակ գնալու ենք այդ ճանապարհով եւ գնով ենք այդ ճանապարհով առանց շեղվելու։ Ի վերջո, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև եղած ատելությունը գալիս է վաղուց եւ ավելի սաստկացել է 44-օրյա պատերազմից հետո։ Իսկ մի քանի օրում այս վերաբերմունքը ձևափոխելը անհնար է, բայց հարցը սուր է ու բաց։ Եթե այսօր չենք սովորեցնում հանրժողականություն, ապա ինչով ենք պատրաստվում ապահովել վաղվա խաղաղությունը։ Ի վերջո, խաղաղությունը չի կառուցվում սոսկ հայտարարություններով։ Այն ձևավորվում է դպրոցում, դասարանում, ուսուցչի խոսքում, դասագրքի բովանդակության մեջ։